Գիտափորձեր, վարպետաց դասեր, ինտերակտիվ խաղեր ու հանդիպումներ գիտնականների հետ։ Ազատության հրապարակում մեկնարկել է գիտության փառատոնը, որն անցկացվում է Գիտության շաբաթ Հայաստան միջոցառման շրջանակում։ Փառատոնին բուհերից ու գիտական կենտրոններից բացի մասնակցում են նաև մասնավոր ընկերությունները, որոնք իրենց գործունեությամբ անմիջական կապ ունեն գիտության ու կրթության հետ։ Հանրության շրջանում կա համոզմունք, որ հանքարդյունաբերությունը ընդհանրապես կապված չի գիտության հետ եւ կոնկրետ ինչ որ փորում են, հանում են, տանում են, զուրում են։ Բայց իրականությունը այլ է։ Կոնկրետ մեր ընկերությունում 400 մասնագիտություններից միայն 50-ը անմիջապես կապված է գիտության հետ, սկսած թվային ոլորտից մինչև հանքարդյունաբերական, տարբեր ֆիզիկա, ավանդական այդ գիտական ուղղությունները եւ նոր գիտական ուղղությունները եւ մենք այստեղ ենք եկել, որպեսզի այս պոտենցիալը եւ այս հնարավորությունը ցույց տանք եւ ասենք, որ հանքարդյունաբերությունը շատ գիտատար է եւ շատ գիտահեն է։ Իդեպ ասեմ, որ ռազմարդյունաբերությունից եւ բժշկությունից հետո հանքարդյունաբերությունը երրորդ ոլորտն է, որը ամենագիտատարն է եւ ամենամեծ, այսպես ասած, պատվերն է իջեցնում գիտությանը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տաղավարում կողք կողքի ներկայացված են հինն ու նորը, ավանդական գիտական ուղղություններից մինչև նորարարական տեխնոլոգիաներ ու ժամանակակից գերհզոր հանքարդյունաբերական տեխնիկա։ Մենք այստեղ ներկայացրել ենք մեր ընկերության ամենափոքր, բայց դիտարժան երիտասարդներին հետաքրքրող հատվածները ֆիզիկայի, քիմիայի համադրությունով եւ երկրաբանությունով։ Մնացած ոլորտները ֆիզիկապես անհնար է այստեղ ներկայացնելը։ Այցելուները VR համակարգի միջոցով տեղափոխվում են գործարան, հայտնվում ամենաանհավանական անկյուններում, նաև կամացու ընկերության էքսկավատորների եւ բուլդոզերների մեջ։ Կոմբինատի տաղավարում ցուցադրված են նաև պղնձի եւ մոլիբդենի ապարներ։ Կոտրելուց հետո այցելուները հնարավորություն ունեին մանրադիտակով նայել ու տեսնել, թե ինչպես են ձևավորվում հանքային կուտակումները։ Ոսկու նմանը մոտիկ պահի մի քիչ որ լավ։ Առաջին անգամ էի նայում, տպավորությունները շատ մեծ էին, մոտիկից որ նայում ես, երանգով ու փայլով շատ էր նմար ոսկու ու շատ գեղեցիկ էր։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տաղավարը կիսում է ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի հետ։ Համագործակցությունը սկսվել է 3-4 տարի առաջ։ Արդյունքն ակնհայտ է։ Տարիներ շարունակ թափուր տեղերի թվով աչքի ընկնող ֆակուլտետում այս տարի 100% ընդունելություն է եղել։ Սա հենց խոսում է նրա մասին, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, գործընկերների հետ համագործակցությունը ստացվում է եւ բավական արդյունավետ է ստացվում։ Մեր ուսումնական պրակտիկաներն են կոմբինատի միջոցներով կազմակերպում Սյունիքի մարզում, այս տարի ամռանը կազմակերպեցինք Պատանի երկրաբանի ամառային ճամբարը, Սյունիքի մարզում եւս ուրեմն ԶՊՄԿ-ի ջանքերով, նաեւ նախատեսում է ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որտեղ էլի մեծամասամբ ներգրաված լինելու ուրեմն ուսանողական հետազոտական աշխատանք։ Նման փառատոններն ու հարթակները հնարավորություն են տալիս բարձր դասարանների աշակերտներին եւ ուսանողներին սեփական աչքով տեսնել գիտության գործնական կիրառումը։ Գիտության շաբաթը շարունակվում է, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փառատոնին իր մասնակցությամբ հիշեցնում է, որ գիտությունը արդյունաբերության, նորարարության ու կայուն զարգացման շարժիչ ուժն է։